Ու մեր աչքերը նայում են կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում։ 1867 թվականի հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառից Սղնա գյուղում նահապետական ու բարեկեցիկ հայ գյուղացու ընտանիքում ծնվեց Հոյդա ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, ով պատմությանն առավել հայտնի է իր հեղափոխական կեղծանունով՝ Ռոստոմ։ Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Սղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն եւ հոգեվոր երաժշտություն։ Իսկ հետագայում ինքն էր փորձում սովորեցնել հայ հոգեվոր երաժշտություն եւ հեղափոխական երգեր։ 1882 թվականին Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս եւ ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան։ Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր եւ հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր։ Հետագայում պատանի Ստեփանն ուսումը շարունակում է Լեհաստանում, Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, այնուհետև սովորում է Մոսկվայում։ Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում։ Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը։ Շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից։ Կարող էր անգիր արտասանել Տարաս Բուլբան։ Ռոստոմը հայոց պատմության մեջ խորը դեր ունեցած այն մարդկանց թվին է պատկանում, որոնց նաև կենցաղ եւ բնավորության գծերը հնարավորություն են տալիս ասելու, որ այսպիսի մարդիկ ոչ միայն իրենց դերով, այլ նաև իրենց դաստիարակչական խիստ ընդգրկված դիմագծով կարող են այսօրվա օրը այսօր մեծ կարևորություն ունենալ եւ մեծ ուրեմն այսպես հեղինակություն լինել։ Ժամանակակիցների վկայությամբ Ռոստոմն ուներ զգայուն հոգի, որ անսահման պաշտամունքի հասնող մարդասիրությամբ էր լցված։ Կենսագիրներից մեկն այսպես է բնութագրել Ռոստոմին. անանձնական այդ հոգեկերտվածքը ծայր աստիճան հոգացու դարձուց Ռոստոմին նախ իր շրջապատին եւ ապա ավելի լայն ընդգրկումով ամբողջ հայ ժողովրդին բաժին հանված դառն ճակատագրին նկատմամբ։ Ծանր տարավ եւ բնավ չհանդուրժեց հայության բաժին հանված երևութապես ընկերային հասարակական, իսկ խորքով ազգային անարդարությունները։ Արևելյան թե արևմտյան Հայաստանի տարածքին, ցարական թե օսմանյան բռնատիրության կողմը, թուրքական թե ռուսական, վրացական թե թաթար-ադրբեջանական այլամերժ ազգայնամոլության հետևանքով։ Հայ հեղափոխական դաշնակցության 3 հիմնադիրների մասին, որ կոչվել են երրորդություն, դրանք մի ամբողջություն են կազմում։ Այդ երրորդություն արտահայտությունը առնված է քրիստոնեությունից։ Քրիստոնեության մեջ հայր, որդի, Սուրբ Հոգի։ Սրանք միասնաբար կոչվում են Աստված։ Եվ մեզ մոտ, դաշնակցության մոտ, այս երեքը Քրիստափոր Միքայելյանը, որ ներկայացնում է դաշնակցության միտքը, Սիմոն Զավարյանը խիղճը եւ Ռոստոմը կամքը, դրանք անբաժան են իրարից եւ լրացնում են մեկը մյուսին։ Ամենայն հայոց բանաստեղծը Հովհաննես Թումանյանը եւ Ռոստոմը մտերիմներ են եղել։ Արդյունքում մեծ հեղափոխական իր գաղափարներով բարեբեր ազդեցություն ունեցավ ոչ միայն հանճարեղ լոռեցու ազգային քաղաքական գործունեության, այլև նրա գրական, ստեղծագործական հուզաշխարհի վրա։ Տարբեր միջավայրերից եկած տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ հանդիպելով ազգականներից մեկի տանը զրուցում էին միմյանց հետ, կարծիքներ փոխանակում եւ ավելի շատ վիճում։ Զրույցների եւ վեճերի նյութը հիմնականում գրականությունն ու պատմությունն էին։ Մրցում էին իրենց իմացածով եւ դեմ դիմաց հանում Թումանյանը հայկականը, Զորյանը ռուսականը։ Թումանյանը գրում է. Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել, քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հերուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա։ Բանաստեղծը պատմում է, որ 5 կռիվը պոեմը գրելու առաջարկը ստացել է Զորյանից։ Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեն։ Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկա պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի։ Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց եւ ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին։ Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմները խուզարկեցին, տարան կորցրին այդ պոեմը եւ միայն 2 կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին տանը, երկրում եւ հայոց լեռներում վերնագրերով։ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր։
ու մենք անհատնում են անլույս մթնում, երկար դարերով գնում ենք դեպվեր հայոց լեռներում, դժար լեռներում։ Անհնար է ուսումնասիրել Ռոստոմի գործունեությունը տարանջատելով այն հոիդա պատմությունից, հնարավոր չէ ուսումնասիրել 19-րդ դարի վերջին տասնամյակը եւ 20-րդ դարի սկիզբը առանց Ռոստոմի գործունեությունը լուսաբանելու, քանի որ Ռոստոմը ինքը իրենով այն անհատն էր, որը իր կնիքն էր դնում այս ժամանակաշրջանի բոլոր խոշոր եւ ոչ խոշոր բոլոր դեպքի իրադարձությունների վրա իր կնիքն ուներ։ Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու եւ ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով։ Սակայն նա արդեն ընտրել էր հայ ազատամարտի ուղին։ Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել, հմտանալով հատկապես ուժանակների, ռումբերի պատրաստման եւ կիրառման գործում։ Ռոստոմի շնորհիվ էր, որ նորաստեղծ դաշնակցության անդրանիկ ծրագիրն իր ավարտուն տեսքը ստացավ, ամբողջացնելով Քրիստափորի եւ Զավարյանի Այբուբեն ծրագրային հոդվածաշարը։ Վերջնական արդյունքում այն ներկայացվեց իբրև ընդհանուր տեսություն ու հոյդա ծրագիր։ Ռոստոմին է պատկանում նաեւ հոյդա զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս։ Քրիստափոր Միքայելյանը եւ Սիմոն Զավարյանը լուրջ քայլեր արել էին, ուրեմն հայեղափոխականների դաշնակցության կազմակերպության ստեղծման ուղղությամբ, եւ որ 1890-ականների երկրորդ կեսին Ռոստոմը 1890 թվականի երկրորդ կեսին Ռոստոմը միացավ հայ ազատագրական շարժմանը, իդեմս հայեղափոխականների դաշնակցության, այնտեղ բավական քայլեր արվել էին։ Բայց անմիջապես մուտք գործելուց հետո Ռոստոմը ստանձնեց այնպիսի մի այսպես անխափանդեր այդ կառույցում, որ շուտով դարձավ ուղղակի անփոխարինելի։ Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում, տեղում կազմակերպելու հոյդա գործունեությունը։ 1895 թվականին նա հաստատվում է Կարինում։ Աբդուլ Համիդի կոտորածների դեմն առնելու համար ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում եւ նահանգում, սակայն շուտով ձերբակալվում է եւ աքսորվում Պարսկաստան։ Ռոստոմը Կարինում հաստատվեց նաեւ 1910-1914 թվականներին։ Նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում։ Սակայն Ռոստոմը կուսակցական գործունեությունից զատ կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց Հայաստանով մեկ։ Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց հոյդա առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում եւ տեղափոխում Արևմտյան Հայաստան։ Երբ ռուս ընկերվար երիտասարդների հետ սոցիալիստ անհատների հետ նա քայլում էր եւ որպես հարգանք ռուս այդ երիտասարդները նրան ուղեկցում էին տեղ հասցնելու, տուն հասցնելու, ճանապարհին բուրըն վեճեր է տեղի ունենում այդ ռուս սոցիալիստների մեջ։ Եվ նյութը ինչ էր, արդյոք ահաբեկումը միայն բարձր պաշտոններ ունեցողների համար է, թե ամեն մեկը որ սխալ ընթացքի մեջ է կարելի ահաբեկել։ Այդ վիճաբանությունը այն օրերի այսպես կարևոր վիճաբանության նյութերից մեկն էր։ Ճանապարհին ամբողջ ժամանակ վեճ վիճաբանություն եւ ճանապարհը շարունակում են, երբ այդ ռուս սոցիալիստներից մեկը, երիտասարդ սոցիալիստներից մեկը հանկարծ ասում է, բայց մենք չլսեցինք ընկեր Ռոստոմին, ինչ է ձեր կարծիքը։ Ռոստոմը ասում է, դաշնակցությունը, եթե այսքան խոսեր, գործել չէր կարող։ Խոսելով դաշնակցության գործունեության եւ ընդհանրապես ծրագրային առաջնահերթությունների մասին, Ռոստոմն ասել է. Մեր կուսակցությունն իր վրա ունի այնպիսի պարտավորություններ, որոնցից ազատ են ուրիշ կուսակցությունները։ Մենք ունենք ազգովին վտանգվելու հոգսը եւ չենք կարող անտես առնել այդ հանգամանքը։ Ամեն անգամ, որ դաշնակցությունը ստիպված է եղել դուրս գալ ազգովին գործելու, նրան մեղադրել են, թե նա բուրժուական է, կղերական։ Ես կկամենայի, որ դաշնակցությունը ապագային էլ նույնը լիներ եւ պետք եղած ժամանակ պաշտպաներ ազգի շահը։ Դաշնակցության գերբի վրա, եթե նկատել եք, կա ուրեմն ձեռք եւ այդ ձեռքը Ռոստոմի ձեռքն է, ինքը այդ ամենը միացրել է մի դրոշակի վրա եւ ցուցադրել, որպեսզի լուսանկարեն։
Եվ իր ձեռքի այդպես էլ մտել է թե դաշնակցության պատմության մեջ, եւ թե ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ, եւ փառք Աստծո, որ մտել է։ Ռոստոմը Ֆիլիպպեում իր կնոջ Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմնեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը։ Նա գործուն մասնակցություն ունեցավ նաև Բալկանյան պատերազմում, որտեղ էին Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորական ջոկատներով։ Շատ հետաքրքիր է Զապել Եսայանի հիշողությունը Ռոստոմի մասին։ Ասում է, կյանքում մի անգամ եմ ասում է Ռոստոմին տեսել, բայց ինչպես ցանկացած մարդ միշտ ասում է քո ծանոթների շրջանակից կամ մեկը, որը չափորոշիչի նշանակություն ունի քո կյանքում, եւ ասում է իմ կյանքում այդպիսի չափորոշիչի դերում հանդես եկավ Ռոստոմը։ Կյանքում ասում է ինչ որ անում էի, ինչ քայլեր որ ձեռնարկում էի, միշտ մտածում էի, հետաքրքիր է ինչ կասեր այս մասին Ռոստոմը։ Այսինքն նույնիսկ մեկ հանդիպման ընթացքում Ռոստոմը կարողացել է այնպիսի տպավորություն գործել մեծանուն այդ կնոջ Զապել Եսայանի վրա, որ նա մի ամբողջ կյանք ապրել է Ռոստոմին որպես չափորոշիչ ունենալով։ 1903 թվականին Ռոստոմը կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ։ Իսկ 1904 թվականից հայ-թաթարական կռիվների ժամանակ ստանձնեց հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը։ 1903 թվականի հունիսի 12-ի ցարական հայտնի հրամանագրից հետո Խրիմյան հայրիկը բավականին ընկճված վիճակում է հանդես գալիս, ինչպես իր ժամանակակիցներն էին նշում, հուսահատված եւ ընկճված էր, եւ միայն Ռոստոմի ակտիվ միջամտության շնորհիվ է եւ նրա Ռոստոմի այցի շնորհիվ է, որ Խրիմյան հայրիկը կարողանում է վերականգնել իր ներքին հավասարակշռությունը եւ պայքարի ձգտումը։ 1907 թվականին Հոյդան դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ եւ այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը։ Սիմոն Վրացյանը հետագայում վկայում է. Ռոստոմը ամեն տեղ էր եւ բոլոր գործերի մեջ, եւ միևնույն ժամանակ Ռոստոմ չկար։ Չէր սիրում Երևալ եւ նյութական հետքեր թողուր իր ետևը։ Ճառախոս չէր, հոդվածներ չէր սիրում գրել։ Նրա նամակները կարճ էին ու միայն առօրյա խնդիրների նվիրված։ Իր կատարած գործերի մեջ դնում էր հոգին, բայց երբեք անունը։ Անձամբ երևում էր այն ատեն միայն երբ կարելի չէր խուսափել, այլապես մնում էր ստվերի մեջ եւ առաջ էր քաշում ուրիշներին։ Լինելով հեղափոխական ազատագրական շարժման առաջնորդ, ունենալով լավ կյանքով, բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր հնարավորությունները, հանուն հայրենիքի եւ ազգի որդեգրեց ժուժկալ ասկետական կյանքով ապրելու ուրեմն ճանապարհը եւ մինչեւ հիմա ապրում իր արտակարգ գաղտնապահության եւ ինքնագովազդի այդ բացակայության պայմաններում նա համարյա ոչ մի գործում չէր երևում։ Այսինքն գործը անում էր, իսկ երևալու, խոսելու գործերի մասին այդ հնարավորությունը ընձեռում էր մնացածին։ Ռոստոմը ձեռնամուխ եղավ Հոյդա պաշտոնաթեր դրոշակի կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության եւ ազգային գաղափարախոսության տարածման գործում։ Առասարակ Ռոստոմը կարևորում էր կրթության դերը, առաջ տանելով Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը։ Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր եւ կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը։ Ռոստոմը եղել է շատ հավատավոր ընկերվարական, այսինքն սոցիալիստ եւ հանդիպումներ է ունեցել նույնիսկ ոչ հայ սոցիալիստների հետ։ Լայնորեն ուսումնասիրել է սոցիալիստական գաղափարախոսությունը, մարքսիզմը եւ երբեմն ուրիշները նրան ասել են մարքսիստ Ռոստոմ։ Միքայել Վարանդյանը իր ընկերոջ Ռոստոմի մասին հիշում է. Ցուցամոլության արատը, որ իր հիվանդագին ու գարշահոտ արատավորություններով այնքան հատուկ է հայ մտավորականին ընդհանրապես, խորթ օտար էր մեր երրորդության անդամներին, բայց այն օտար է մանավանդ Ռոստոմին։ Ես չեմ ճանաչում մեր հին ու նոր, ռուսահայ ու թրքահայ ամենաբարձր մտավորականության շրջանակներում մի ուրիշ դեմք, որ բնությունից լինելով այնքան լայնորեն օժտված, ունենալով խելքի, հումորի, բարության ու անձնազոհության այնքան առատ պաշար, միևնույն ժամանակ այն աստիճան զերծ լիներ ինքնապաշտումի, փառասիրության եւ ունայնամտության հակումներից, ինչպես Ռոստոմը։ Կնոջն էլ, որը ուներ իշխանական ծագում, կարողացել էր համոզել, որ պետք է ապրել ժուժկալ կյանքով եւ ամենը նվիրաբերել ազգին եւ ուրեմն պայքարին։ Պատմում են, որ երբ որ Ռոստոմը մի գործողումից վերադառնում է Թիֆլիս, որտեղ իր ընտանիքը ապրում էր,
ասում է վերադարձից 15 օր անց փողոցում պատահաբար հանդիպում է կնոջը։ Այսինքն 15 օր է Թիֆլիսում է եւ տուն չի գնացել։ Կինն հարցնում է Ռոստոմ, «Էս երբ ես եկել»։ Ասում է դե մի 10 օր կլինի։ Ասում է բայ տուն երբ կգաս։ Ասում է դե չգիտեմ, երբ կստացվի։ 1918 թվականի ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր խրամատում։ Բաքվի անկումից հետո նա վերջինն էր, որ անցավ Թիֆլիս։ Ռոստոմը կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով։ Գիտեք, մեր ընդհանրապես հայագիտության մեջ կամ ընդհանրապես հայ ժողովրդի անցյալում կան անուններ, որոնք ուղղակի սրբազան են։ Դրանցից մեկը Հրաչյա Աճարյանն է, որը հիշել է Ռոստոմի եւ Ռոստոմի մասին ունի շատ կարճ, բայց շատ ազդեցիկ ու տպավորիչ հիշողություն կապված Բաքվի 1918 թվականի հերոսամարտի հետ։ Ինքն ասում է, այդ ժամանակ մենք ասում ենք Բաքվում էինք, Ռոստոմը ամբողջ օրը զբաղված էր ինքնապաշտպանության խնդիրներով, երբ որ ասում է, բարձ դարձավ, որ ինքնապաշտպանությունը ի վերջո պետք է պարտություն կրի, ասում է մի նավ կար, որը Բաքվից Պարսկաստան էր գնալու, ասում է Ռոստոմը ինձ կանչեց, ասեց դե ուրեմն Հրաչյա ջան, պատրաստի, որ նավով մեկնում ես ուրեմն Պարսկաստան, դե մենք ասում է զինվոր ենք, մեր գործը այստեղ է, իսկ դու ազգին դեռ պետք է գնա, որպեսզի քո գիտելիքը հետագայում նվիրաբերես։ Ասում է ես ասացի Ռոստոմ, թե քեզ մի բան պետք է լինի, մեր ապրելը քանի կոպեկ արժի, ես էլ եմ մնում, բայց ասում է վերջո Ռոստոմը կարողացավ հաղթել եւ ինձ ճանապարհեց։ Աճարյանի այդ տեսակետը, որ Ռոստոմի նման մարդու կորուստը այդ աշճանի խոշոր կորուստ պետք է լիներ, արդեն իսկ ցույց է տալիս, որ գործ ունենք խոշորագույն մարդու հետ։ Ռոստոմի մասին Սիմոն Վրացյանը ասել է. Եթե Քրիստափորը եղավ հայ հեղափոխական դաշնակցության միտքն ու կամքը, եւ Զավարյանը նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը եւ միտքն էր, եւ կամք ու խիղճ, դաշնակցությունն ինքը իր բովանդակ էությամբ։ Ռոստոմը ունեցել է բավականին լուրջ դերակատարություն հույդա ձևավորման գործում։ Առաջին ընդհանուր ժողովի արդյունքում նրան է բաժին հասնում ծրագրի ընդհանուր կամ ներածական մասի շարադրանքը։ Նշեմ, որ Ռոստոմը ինքը չէր հանդիսանում տեսաբան, բայց այս առումով պետք է նշեմ, որ ի պատիվ իրեն իր համար չկային անհնարին գործեր, այսինքն եթե գործ է եւ պիտի արվի եւ նրան հաջողվում է դա։ Այսպիսի մարդը պարզել որ պետք է հայ հեղափոխական շարժման մեջ ձեռք բերել բացառիկ հեղինակություն եւ այդ հեղինակության մասին տարբեր ուրեմն հիշատակություններ կար։ Մասնավորապես մեծ ընձորավար Անդրանիկը, որին բոլորս գիտենք եւ գիտենք նաեւ նրա այսպես բնավորության կոշտ գծերի տեսանկյունից նաեւ Անդրանիկը ասում են միայն մի հեղինակություն կարող էր ճանաչել եւ այդ միայն մի հեղինակությունը հայկական միջավայրում հենց Ռոստոմն էր։ Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը։ Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը։ Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում, սակայն վրա հասավ պատուհասը։ Ռոստոմը հիվանդացավ այդ ժամանակ մոլեգնող բծավոր տիֆով։ 1919 թվականի հունվարի 18-ի գիշերը մեծ հայրենասերը մահացավ։ Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը, Եղիսաբեթն ու դուստրը Թագուհին։ Անկողնում գանված նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես նրա հայրմերը։ Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտերնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը։ Չափազանց լայնախոհ մի մարդ, որը պատկանում է հայոց պատմության այն գործիչների թվին, ովքեր կարծում են պետք է մեր, եթե ունենանք փառքի մի տաճար, փառքի տաճարում պետք է ունենա իր առանձին եւ բարձր դիրքը։ Ռոստոմը իսկապես վառ անհատականություն էր եւ իդեալ էր ոչ միայն դաշնակցականների, այլև բոլորիս համար, եւ ինչպես Սիմոն Վրացյանն է նշում, Ռոստոմը այն անձն է, որի հետ ես մինչ այսօր մտովի խոսում եմ եւ երբ ես դժվարին կացության մեջ եմ հայտնվում, միշտ ինձ հարցնում եմ, թե ինչպես կվարվեր նման իրավիճակում Ռոստոմը եւ նման կերպ էլ ինքն էր փորձում վարվել։ Դա աստված, որ մեր ժողովուրդը իր այդ հերոսական եւ մեծ զավակին ճանաչի, որից հետո միայն կկարողանանք հասկանալ, թե ինչու Նժդեհը մի օր ասեց, որ դաշնակցության 3 հիմնադիր հայրերը եւ նաեւ մեր ուրեմն անկախ հանրապետության հիմնադիր հայրերը աչքի էին ընկնում մարդկային բնավորության
ուղղակի առասպելական ազնվությամբ։ Այսինքն կերպար, որն այնքան առաքինի էր, որ դիմացինը ուղղակի գերվում էր դրանով, ինչպես գերվել էր ժամանակին Գարեգին Նժդեհ եւ այդ մասին հատուկ ասում էր բնավորությունների արտակարգ առաքինությամբ օժտված մարդիկ էին։ Մեր ժողովրդի նվիրյալ զավակներից մեկը, ով անմահացավ Ռոստոմ անունով, սերունդերին կտակեց ազգի եւ հայրենիքի ամբողջական ու լիարժեք ազատագրության մեծագույն տեսլականը, դառնալով հայրենասիրության, կամքի, ընկերասիրության ու ազգի օրինակելի մարտիկը։ Ռոստոմի կյանքի հավատամքներ։ Հեղափոխությունը նախ գործ է, հետո գաղափար։ Այս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ, հեղափոխությունը գործ է գաղափարի համար։